Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն շարունակում է իր ծրագիրը եւ այսօր իսկապես բացառիկ օրերից մեկն է, որ ազատ այսպես զրույցի ինչ-որտեղ բանավեճի տարբերակով մենք հանդիպել ենք նաեւ մարդկանց, ում դուք ուզում եք տեսնել։ Մենք իհարկե ընդառաջ ենք գնացել մեր ունկնդիրների խնդրանքին, ավելի հաճախակի հրավիրել Ցեղակրոն կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին, որը մեր տաղավարում է, եւ իհարկե թումայնագետ հրապարակախոս ազատության պայքարի մարտիկ Հրայր Ուլուբաբյանին։ Բարև ձեզ։ Ես ուրախ եմ, որ դուք մեր տաղավարում եք եւ պիտի ասեմ, որ սիրելի բարեկամներ, զրույցը նման մարդկանց հետ հավատացեք շատ կարեւոր է, որտեղ նրանք կարողանում են այնպիսի բացահայտումներ անել, ինչը այսօր շատ անհրաժեշտ է մեր ունկնդրին։ Այնպիսի բացահայտումներ, որոնք նոր լույս են սփռում իրական եղելությունների վրա։ Եվ այսօր մեր զրույցը մենք պարոնեք սկսենք երևի այսպիսի մի հարցով, ինչ իրավիճակ է այսօր Հայաստանի Հանրապետությունում, ինչ ելքեր եք տեսնում, պարոն Ուլուբաբյան, ինչպես ասում են, ավելի տարեցի, հա, Շանթը չի արել, հարցը դուք նախ պատասխանեք։ Նախ ասեմ, որ ես եկել եմ այստեղ Շանթի հետ համագործակցության հույսով, որ մեր զրույցը լինի քննարկում այդ կարևորագույն հարցի շուրջ, ոչ թե բանավեճ։ Ես տարբերություն տեսնում եմ դրանց մեջ, էլի, որովհետև բանավեճի ժամանակ ամեն մեկը փորձում է իր կարծիքը մյուսի վզին փաթաթի, իսկ եթե հայրենասեր, անկեղծ մարդիկ են զրուցում, քննարկում են վիճակից ելք փնտրելու ճշմարտության միջոցով։ Ես կուզեի, որ մեր զրույցը այդ ուղղությամբ գնա։ Ես ճիշտ ասած տարբերությունը քիչ եմ տենում քննարկման ու բանավեճի մեջ, որտեղ կարծում եմ երկուսն էլ հենց ճշմարտությունը, ճիշտ ճանապարհը ընտրելու օգնում է, եւ բարձ քննարկումը եւ բանավեճը։ Եթե անկեղծ ու ազնիվ մղումը երկրի վիճակից ելք տեսնելն է, էլի, ոչ թե ինչ որ բան մեկը մյուսին ապացուցելը։ Դե ես կարծում եմ, որ այդ տեսակետից նժդեի գաղափարներ կան, որոնք կարող են հիմք ծառայել մեր զրույցի եւ հետագա, եթե կլինի հետագա շարունակություն էս մեր զրույցի, կարող ենք համագործակցել։ Եվ կուզեի, որ սկսեմ այն բանից, որ ես այսպիսի մի միտք եմ արտահայտել վերջին տարիներին եւ փորձեմ հիմնավորել, ասում եմ, երկիրը շատ ավելի ծանր վիճակում է, քան որևէ մեկը կարող է պատկերացնել, շատ պատասխանատու հայտարարություն է, եւ կուզեի մի քանի կետով գոնե շատ բաներ ունեմ ասելու, էլի, բայց գոնե մի քանի կետով հիմնավորեմ։ Մեկը բանի նժդեի խոսքը կա, ասում է Հայաստան եւ ճշմարտություն։ Ահա իմ աստվածությունները, ասում է հայրենասեր չես, եթե կյանքը տրված չէ, իսպաս ծրանց, որոնցից մեկին կարելի է ծառայել միայն մյուսի միջոցով, այսինքն միայն ճշմարտությամբ։ Հիմա այս ճշմարտության հարցը պրոբլեմա դառել մեր հասարակության համար։ Նժդեը մի ուրիշ բանել է ասում է ամեն մեր կյանքում ամեն մի կեղծիկ մի ճշմարտության գերեզման է։ Ես համոզված եմ, որ Հայաստանը վերածվել ճշմարտության գերեզմանոցի։ Բոլոր ոլորտներում կեղծիքն է իշխում։ Հիմա եթե այս տեսակետից մոտենանք հարցին, այդ նժդեի ասած հայրենասեր չես, եթե կյանքը տրված չի սրանց։ Հարց է ծագում, բայց ճշմարտությունը ո՞րն է, կամ ամեն մարդ ունի իր ճշմարտությունը։ Դե նժդեը ամեն մարդու ճշմարտությունը նկատի չուներ։ Լուրջ ինչ-որ բան ասել եւ այստեղ կարծում եմ, որ այդ նժդեի այդ խոսքը հայրենասիրության լավագույն չափանիշն է։ Միայն ճշմարտությամբ ծառայենք հայրենիքին։ Ես կուզեի հետագա մեր բոլոր զրույցներում, բոլոր հարցերի քննարկումներում փնտրենք ճշմարտությունը տվյալ դեպքում։ Հիմա ես այսպիսի բաներ եմ ասում, որ ասենք սովետի գաղափարախոսությունից, մարքսիզմ-լենինիզմից հրաժարվելուց հետո որևէ փիլիսոփայություն չեն որդեգրել մերոնք, մեր գիտնականները, փիլիսոփաները, տարբեր ոլորտի մասնագետներ։ Հիմա այդ տեսակետից քաոսային վիճակ է ստեղծված, որից ելք չեն փնտրում, որովհետև փիլիսոփայությունն է այդ քաոսային վիճակի պատճառը, եւ դրա ամփոփիչ խոսքը ունի ասած էլի նժդեը։ Ասում է այդ սերունդը չնչին բացառությամբ չունի կյանքի հստակ փիլիսոփայություն եւ փիլիսոփայական կուռ աշխարհայացողություն, որի պատճառով մեր հոգեվոր կյանքը շարունակում է մնալ քաոսային։ Այդ երկրում ստեղծված քաոսային վիճակի պատճառը հստակ նշված է։
քաղաքական դաշտում ոչ մեկը չի խոսում այդ մասին, այդ որ ճգնաժամ է, քաոսային վիճակ է եւ պատճառը փիլիսոփայությունն է, բայց փիլիսոփաներին հարցրեք, այն գրականության, հոգեբանության տարբեր մասնագետների ոլորտներում, որ ճգնաժամը հենց այդ պատճառով, բայց ինչի՞ չեք անհանգստանում, ձեզ համար նորմալ շարունակում եք դասավանդել, կարծես թե ամեն ինչ նորմալ է, բայց ավելին ասեմ, եթե ընդհանրապես կյանքը հասկանալու ճանապարհները հիմնականում 3-ն են, աշխարհընկալման, կյանքի ճանաչման համար հիմնականում 3-ն են՝ կրոն, փիլիսոփայություն եւ գիտություն։ 3-ն էլ մեզանում փակուղում են եւ որևէ մեկի չի անհանգստացում։ Ես չեմ տեսել փիլիսոփայության մասին, ես եթե որևէ բան սխալ ասեմ, կարծում եմ, որ շանթը կողի։ Փիլիսոփայության վերաբերյալ մի շատ կարևոր բան էլ ասել, որ շատ չափազանց կարևոր, օդի ջրի պես անհրաժեշտ, դու էլ հաճախ ես օգտագործում եւ կարծեմ գիրք ես գրել, հա, բանի հեղափոխություն, արժե համակարգային հեղափոխություն։ Դե այդ մասին ես էլ եմ վաղուց խոսում, բայց իմ ասածը ես հիմնավորում եմ էլի Նժդեի մի խոսքով, որի մասին ոչ մեկից չեմ լսել, ասում եմ, այն ընտրանին երևի պետք է որ ծանոթ լինի, էլի ընտրանի մեջ ճշմարիտ մտավորականների մասին որ խոսում, վերջում ասում այդ ճշմարիտ մտավորականները, լեզվագետը, բանասերը, պատմաբանը, հնագետը, անցյալից արժեքներ պիտի բերեն եւ դնեն արդիական փիլիսոփայության լույսի տակ։ Ես կարծում եմ, սա ազգային արժեհամակարգ ստեղծելու լավագույն բանաձևն է, որովհետեւ անցյալի արժեքներ մենք ունենք թե հեթանոսական շրջանից, թե դրանից առաջ, թե քրիստոնեական, թե ինչու՞ չէ, սովետական շրջանում արժեքներ ենք ունեցել, որոնց մի մասը հնացած է, պիտանի չի, պետք չի, որ դրանով ծանրաբեռնենք հաջորդ սերնդին, էլի փոխադրենք, բայց արժեքներ կա, որ հավերժական են, պիտի այսօր էլ վերցնենք, կիրառենք, բայց այդ արդիական փիլիսոփայությունը որն է, որի մասին Նժդեն ասում։ Հիմա մենք այդ ձեր խոսքի շարունակությունը շանտից։ Ճիշտ ասած, կարա միանգամից համաձայնվեմ, թե ինչ որ ինքը ասեց ճիշտ է, բայց մի հատ դառնում է ոնց որ բանավեճի ինքն այնց խոսած, ոնց որ ես դե չպատասխանեմ, կստացվի, որ իր քննադատական երանգը որ կա արդարացի է, բայց կարծեմ արդարացի չի, որտեղ այդ ինչ որ ինքը ասում է, դա մենք 88 թվից առնվազն արել ենք, պրոստը ինքը կարող է այնպես ծանոթ չի եղել Նժդեհին ու Նժդեհի գաղափարներին, բայց մենք քարոզել ենք վերջում էլ 2000 թվերին, երբ որ Անդրանիկ Մարգարյանը վարչապետ եղավ, նա էլ զարկ տվեց հրատարակություններ Նժդեհի բանի, այսինքն հիմա ինչ որ ինքը ասում է, դες չի որ այդ սաղ չի արվե։ Այսինքն ես մի գյուտ չի անում հիմա Հրայրուլու Բաբյանը, որ դա ասում է։ Մենք դրա համար այդ քարոզել ենք, հալածվել ենք դրա համար, ասենք հերոստատեսությունից ինձ զրկեցին խոսալուց 92 թվին այսօրվա Տիգրան Հակոբյանը, հենց Նժդեհ քարոզելու համար ասում էր դա ֆաշիզմ է, իսկ ֆաշիզմը իմ համար ինձ ասում էր ինքը մամուլու մասուլից հարցազրույց տվեց, ասաց որ Շանթը խուլիգան է, քանի որ ինքը ֆաշիստ է, իսկ ֆաշիզմը իմ համար խուլիգանություն է, Նժդեհ քարոզելու մեղադրանքով ու զրկեց ինձ հերոստատեսությունից խոսալուց, այսինքն ես չգիտեմ Հրայրուլու Բաբյանը երևի ես վերջի տարիներին է Նժդեհին ծանոթացել, որ տենց հիացած սաղ ասում է, ես չեմ ասում Նժդեհը մեր համար անցած էտապա, այլ ասեմ այն ինչ որ ինքը ինչի մասին հիմա առաջարկում է արվի, դա մենք արել ենք մեր այլ հարց, որ ճնշել են բան, դա մր ոչ այնա հիմա իր այդ ես ասեմ լրիվ ճիշտ ես ասում, ասեք դառնում է որ մենք այդ բաները չենք արել, մեր ապրած 38 տարվա հալածանքները։ Կոնկրետ փիլիսոփայության բացակայության պատճառով Չէ, Նժդեհի ցեղակրոնությունը ինքը որոշակի փիլիսոփայության կրող է, նիչիական Ֆրիդրիխ Նիչեն կա, իսկ թվում է կիմանաք։ Նիչիական փիլիսոփայության վրա հիմնված է, որը սովետում համարում էին ֆաշիզմի որպես նախակարապետ, Հիտլերին էլ էին կապում Նիչեի հետ բան։ Հիմա մի քիչ փառք Աստծո, առանձին նայում են, որպես Նիչեի փիլիսոփայությունը որն է, կյանքի փիլիսոփայությունն էր։ Ու որ Նժդեհին լավ ուսումնասիրած լինեք, կտենաք, որ ինքը նույնիսկ նախադասություններ կա, որ ուղիղ Նիչեին կրկնում է, հարմարեցրած հայ իրականությանը։ Այսինքն այդ փիլիսոփայության մասին որ ասում եք, մենք այն ժամանակ մեր ջայլ երեխեք էինք, չէ՞, ասենք 23 տարեկան ես էի, 19 տարեկան կար, 17 տարեկան կար, գնում ենք հանրային գրադարան, բանը կար, այսպես խոսեց Զրադաշտը գիրքը Երվանդ Ֆրանգյանի թարգմանությամբ 1907 թվերի բան եմ ասում, գիրքը, այսպես խոսեց Զրադաշտը, գնացել ենք, չէին թողում հանրագիտաբանից հանրային գրադարանից դուրս հանենք,
Երեխեքով իրար հերթապասենք, ասում ես մինչև 4 ժամ կարամ այդ համ, հետո սովորում եմ կամ աշխատում եմ ու 4 ժամ հետո մի ուրիշներ գնում, որ արտագրում էինք այդտեղ գրադարանից։ Հանում ենք, մեր թերթներ տպում ենք, թերթով քարոզում ենք բան, այսինքն այդ փիլիսոփայությունը մենք ընդունում ենք նիշեի այդ արդիական փիլիսոփայությունն է քո կարծիքով, ինքը որ ասում է արդիական փիլիսոփայության լույսի տակ դե ինքը երբ որ ասում էր արդիական, կագրած Նիչեն ամենաարդիականն էր ու համարվում էր ռեակցիոն բոլշևիկների կողմից։ Ինքը հենց Նիչեի փիլիսոփայությամբ իր ուսմունքը ձևավոր է, բայց երբ որ ասում ես հավատում եմ, որ կհայտնվի հայ գերմարտը մահացան գիտություններով սպառազեն եւ մի օր բանկանի թուրքերին ճշտամներին կմոխ հրացնի միջավայրը բան։ Հայ գերմարտը Նիչեի գերմարտի տեսության մասին է խոսքը։ Հա, բայց ուրիշ ինքը դա ազգայնացնում էր ուղղակի Նիչեի կյանքի փիլիսոփայությունը ինքը վերցրեց ու ազգայնացրեց որպես ցեղագրոն ուսմունք։ Որը մենք էդի քարոզել ենք տարիներով, որի համար էլ նաև հալածվել ենք։ Այո, հիմա այն հարցը, որ ես թե երբ եմ սկսել նժդեի ուսումնասիրել, ասեմ, որ հենց 88-ին քսերոքս տարբերակով տարածվում էր նժդեի այն բացնամակ հայ մտավորականությունը, որտեղ նա բազմաթիվ կարևոր բաներ է ասում, եւ այդտեղ հենց ենք եկեղեցուն քննադատած Քրիստոսի մի բանա բաստամակ հայ մտավորականությանը որպես առողջ քննադատություն այո տարածվում էր, բայց կար իր ցեղագրոն ուսմունքը հենց, որ ասում են ես ցեղագրոն եմ եւ ահա երթում եմ Վագնի աչի վրա ու տենց ինքը տենց բաներով շարքը տալիս է, բան։ Այդ իր ցեղակրոնության կողքին նաեւ տարօրինականություն ասում, երկուսի հիմքում է, լավ, տարօրինականությունը ընկած այդ տարօրինականությունը Լալայան Մուշեղն ու Մարգան Անդրանիկը սկսան քարոզել։ Ես գտնում եմ, որ դա սխալ մոտեցում է, որտեղ ըստ էության տարօրինականությունը նույն ցեղագրոն ուսմունքն է։ Ես ասեմ ինչի համար ինքը վեկալավ տարօրինականություն ասես, քանի որ Սփյուռքում մեռած էր հայրենասիրական ոգին, ոնց որ այսօր Հայաստանում է հիմա մեռած կամ մահացման process-ի մեջ, Սփյուռքում որ մեռած էր կամ մահացման process-ի մեջ էր հայրենասիրական ոգին ու թշվառ հոգեբանությամբ էր սփյուռքահայությունը այդ ժամանակ, ինքը մտածում էր, որ ոնց իր ուսմունքը քարոզի ցեղագրոն ուսմունքը, տեսավ, որ տարոնի ծագումով տարոնական հայեր կան մեծահարուստ, հայրենակցական միություն կար Սփյուռքում, տարոն հայրենակցական միություն։ Դրանց գնաց որպեսի մեծ արի շահագրգռի, որ ֆինանս դնեն, օգնեն իրան, որտեղ նրանք մեծ հայրենակցական միություն էր, ցեղագրոնի ուսմունքը մի քիչ փոխեց Հայկ Ասատրյանի հետ, սկսան տարօրինականություն քարոզել, որը ըստ էության նույն բանն է։ Հիմա պատկերացրեք, ոնց որ մեկը վեկալի այդ ցեղագրոնը տենա հայ իրականության մեջ Սյունիքը ավելի հենարան կարա դառնա, մի հատ էլ առաջ նույն ուսմունքը ցեղագրոն փոխի, ասի բան, սյունականություն, սյունիքականություն։ Ու վեկալեն տարանջատ են, բայց դա նույն բանն է, ուղղակի ինքը տակտիկական քայլ է արել։ Նույն բանն է, բայց ոչ տեղանքի հարցը չի կարևոր տեղ։ Բովանդակությունը հոգևոր ոլորտն է, ցեղագրոնությունը ու տարօրինականությունը բովանդակությամբ նույնն է, նենց չի որ դա տարբեր բաներ են։ Դա համար պետք չի տարանջատել, ժողովրդին էլ թույլտվության մեջ գցել։ Չէ, ժողովրդին ես ասում եմ, որ ինքը տակտիկական քայլ արել, ոգևորելու համար, ասիկ ոնց որ հիմա մեկը գնա Ամերիկա, տենա Ամերիկայում շատ հարուստներ կան, վեկալի մի հատ ասի բանը, Լոս Անջելեսյան ուսմունք է որինում։ Մի նախադասություն բովանդակություն ասեմ, էլ միջ անցեք տարօրինականությանը։ Ժողովուրդը ասի տենաս են ինչա են ինչա, նույն բանն է։ Են ասում ենք ու ցեղագրոն, որտեղ ինքը ցեղագրոնը 32-3 թվերին Սփյուռքում բանում Ամերիկայում որ սկսեց քարոզել, 35-6-7 թվերին էլ արդեն ձեռի տարօրինականություն էր քարոզում, որ տարոնի մեծահարուստները գոնե օգնեն հարցը տարոնի բովանդակությունն է, որը նույն ցեղագրոնը ասում եմ Հրաչ ջան, լավ գիտեմ, տարօրինականությունը բովանդակությամբ նույն ցեղագրոնությունն է։ Դա մը պետք չի տարօրինականություն։ Մի րոպե, դուք գիտեք չէ՞ որ պարոն Ուրբաբյանը դեռ 80-ականներին երբ սկսեց Ղարաբաղյան շարժումը ամենաակտիվ մասնակիցներից մեկն է։ Հիշում եմ։ Ես ասում եմ հիշում եմ, երբ որ Վաչես առաջի օրը երկուշաբթի օրը կամ երկրորդ շաբաթ կիրակի 22-ին էր։ Հա, ասեց ես նստում եմ, որ խոսած, ասեց ես նստում եմ ստեյջ չեմ եթա մինչև Ղարաբաղի հարցը լուծվի, ես իշքան հիշում եմ երկրորդ մարտը կամ երրորդ մարտը։ Հրայր Ուրբաբյանն էր, նստեց իրակո, իմ աչքի առաջ այսօրվա պես հիշում եմ։ Վաչենետի հայտարարեց Վաչե Սարուխանյանը, հայտարարեց ես նստում եմ չեմ եթա մինչև, ես տեսա Հրայրը նստավ կողքը, բայց մի հոգել էր նստել, դա համար եմ ասում, կամ երկրորդն էր կամ երրորդը, որ այսօրվա պես իմ համար տպավորվել է Հրայրի ակտիվությունը, հիշում եմ ասցին
Բագրատ Ուլուբաբյանի տղեն Աբանեսյանյան, Բագրատ Ուլուբաբյանին ես տես չգիտեի, ասին որ ինչ որ պատմաբան է մեծ Ղարաբաղցիա ցակումով բան։ Ուզում ասեմ ես շատ դրական եմ իրան հիշում, բայց դա չի նշանակում որ դիմա ինչ որ տեսակետների շուրջ պետք է ասել որ հրայրը այնպես չի որ աբեկել ենք առաջինները, գուցե էլ առաջիններից էլ ավելի շուտ։ Ես այդ վաղ նոր բանտից մի տարի չկար որ ազատվել էի, ապրիլի 27-ին ազատականս տվեցին։ Շարժումը սկսվավ փետրվարի 20-ին ոնց որ 88 հիմա հա 87-ի ապրիլի 27-ին ես ազատվեցի վերջնական մի տարի չէր անցել շարժումը սկսվավ բավականին երիտասարդ էի հա դե 19 տարեկան էի որ ասում եմ այն ժամանակ շատերն ասում են ավելի ակտիվ էր քան այսօր մի քիչ էս ես չէ դա փուլեր կա ճիշտ ասած բանա այն ժամանակ ասենք այլ փուլ կար հիմա այլ փուլ կա ասենք մեզ մի բան չկա որ ես Արած չեմ ես Հայաստանի պայքարի մեջ, երևի որ մենակ այն որ չեմ մեռը, որ մնա մեռնեմ, էլի, մեռնեմ։ Չի մեռնել։ Արդյունավետ է։ Պարոն Շատ կոնկրետ բանի Նժդեի կարևոր խոսքերից մեկն է, որ վաղվա առաջնորդը իր հոգևոր սնունդը կառնի նախ իր ցեղի, ապա արևելքի հոգևոր աղբյուրներից։ Ես այդ հարցը Հա, բայց օրինակ Նժդեը նաև արևմուտքի հոգևոր աղբյուրներից առը։ Չի որ իր ասածը մի դոգմատիկ ընդունենք։ Ինքը ասում է պետքա մենք դա ստեղծա ինքը նաև լավ խոսքեր ուր ասում է քննադատել հոգեպես տարապել է նշանակում եւ սուտ է ամեն մի քննադատություն որը ստեղծագործություն չէ այսինքն ինքը տեղա թողում որ իր ուսմունքը իր մտածելակերպը մենք պետք է նաև իմպրովիզացիոն ու ստեղծագործական մոտեցում տանք ելնելով ժամանակաշրջանի ժամանակը հաշվի պիտի առնենք իհարկե, բայց այն որ տարօրինականություն է ուզում ասել, շեշտում է մի բառ, որ ասում է տարօրինական ու ցեղադրող նույնն է ասում։ Խոսքս ասեմ էլի։ Ասեմ մի տարանջատեք, բայց լսում եմ ձեզ։ Չէ, ես առանձին տարօրինականությունն եմ ուզում ասեմ, դու մի ընդհատի։ Տարօրինականության բացատրություն ինքը տալիս ասում է հավերժական արժեքների հայտնաբերում եւ ուխտել այդ հավերժական արժեքների համար եւ այդ որ անցյալի արժեքները պիտի բերի արդիական փիլիսոփայության լույսի տակ դնեն այդ հավերժական արժեքներն է որ երբեք չեն հնանում պիտի փոխանցվեն հաջորդ սերնդին դրա մասին է խոսքը այդ իրական այդ բովանդակությունը դա է որ այսօր դա չի քննարկում այն բանը որ առաջնորդի վերաբերյալ այդ խոսքի մասին ես մտել եմ Անդրանիկի մոտ Մարգարյանի Տեսա Նժդեի նկարը որ կա այդ ասում 98 թվականին էր ասում իրան ընդունում եք դե գիտեմ հանրապետականը ստեղծել է Աշոտ Նավասարդյանը Նժդեյան գաղափարներով թե ինչքանով էր խորացել այդ գաղափարների մեջ ես չգիտեմ բայց Անդրանիկին ասում ես միտքը որ ասենց էլի վաղվա առաջնորդը պետք է սնվի նախ իր ցեղը ապա արևելքի հոգու աղբյուրներից արևելքի հոգու աղբյուրները որոնք են ասում մենք այդ խորությամբ դեռ չենք ուսումնասիրել Այն ժամանակ ինքը խոստովանեց, ես համարում եմ ազնիվ խոստովանություն։ Բայց հիմա այդ արևելքի վերաբերյալ այսօր կա, չէ՞, կողմնորոշման հարց կա, դեպի արևմուտք, դեպի Ռուսաստան, չգիտեմ, Ամերիկա, մի մասն էլ թուրքերի հետ բարեկամանանք։ Այս բոլոր հարցերի վերաբերյալ Նժդեի մոտ հստակ մտքեր կան արտահայտած։ Հիմա բանտում էր, չէ՞, իր գրառումներում ասել, ես իմ ժողովրդին դեռ պետք եմ արևմտյան այդ դիմազրկող քաղաքականությունից պաշտպանելու համար։ Չէ, եկեք իր բանդի պահվածքը եւ ոչ միայն իր, ընդհանրապես մարդիկ որ ճշտամոտ գերի են լինում, իրանք եղել է շատ օրինակներ, որ ասում են իմ ասածները աստաբանի չի, իսկ իմ ասածները հիմք պետք է չընդունել, բայց ինքը կարող է ինչ որ նպատակահարմարությունից ուզում է Եթե շուտ ազատվի, եթե մի պայքարի գործ տանի, կարող ասի ես ձեր հետ էլ կհամագործակցեմ ընդդեմ Թուրքիայի։ Թուրքիան գերիլներ կարող ասել ես ձեր հետ կհամագործակցեմ ընդդեմ։ Հաշվի չառնենք, որ բանտից գրել է Վասիլյանի Սիմոն Վրացյանի նամակ ա գրել։ Հա, դա պետք է հաշվի չառնել։ Որի մեջ 3 անգամ նշել է Քանի անգամ եք բանտում եղել։ Մի անգամ։ Ինչքան եք նստել։ Մի ամիս։ 89-ի 88-ի վերջին որ երկրաշարժի օրը Ղարաբաղյան շարժման բոլորին Էդի եղավ ինչ բան, բանտը լրիվ ուրիշ բան է, իսկ բանտում կալանավորը ոնց ինչ կապ ունի, բայց դրա համար եմ ասում, չեք էլ իմանում, մարդը կարող է կայդի ասի, որ ռուսը մեր սաղ կյանքը մարդը կռվեց ռուսների դեմ, բայց ինքը կարող է տեղ ասել ռուսներն են մեր միակ փրկությունը, ու դու դա պետք է հիմք ընդունես, որ Նժդեը բանտում տես բան ասե, բայց Նժդեը ազատության մեջ ինչ ասե։ Նժդեը նաև մի հատ խոսք ունի, չի ասում, ես տեսա հոգով ազատը ստրկության մեջ, հա, ես տեսա հոգով ազատը ստրկության մեջ ու սիրեցի մարդուն։
Ես տեսա ստրուկ ազատության մեջ ու գարշեցի մարդուց։ Հիմա ազատության մեջ ինքը ազատ ա եղել, ինչ ասես ասելա բոլշևիկյան ռուսական իմպերիային։ Ինչ ասես ասելա, բայց եթե ինքը KGB-ում նստած է, արևմուտքը պարտված է, իր դաշնակից Հիտլերյան Գերմանիան, Իտալիան պարտված են։ Այսինքն արևմուտքում էլ հաղթել են սովետի Ստալինի դաշնակիցները։ Դու ինքը իր եկե Հայաստանում ընկելա սովետի գերի անգե։ Բրա ամեն ինչ էլ կարա ասի։ Լիժբը գլխավոր խնդիրը լուծի, որտեվ հիմա իր ասածը հնացած կամ ստիպված մի րոպե ասելա Թուրան են ստեղծում թուրքերը եւ այդ 3 անգամ այդ նամակում Թուրանի մասին է խոսում եւ նրանք այդ ծրագրից չեն հրաժարվել։ Եթե կա երկու թշնամի, ինքը միշտ ասում էր թրքո բոլշևիզմն է հաջորդի թշնամին։ Հիմա եթե ինքը բոլշևիկի մոտ գերի էր, ինչ աներ։ Հելլեր ասեր, չէ, ես իմ պայքարից հրաժարվում եմ, չէ, ինքը կասեր քո հետ միասին Թուրքի դեմ կպայքարեմ։ Ու որպեսի համոզիչ էլի, բրի միջի դրական բաներ ասել բոլշևիկներին։ Եղավ ինչ էդի ասնամանիա։ Բոլշևիկներին դրական ոչ մի բան չի ասում։ Ոչ չի ասում, ասում է, բա մենք հեղափոխական ենք, նամակա գրեմ, բան անում, չէ, Ստալինն է գրում, չգիտեմ, ումա գրեմ, ասում է, ես ինձ թողեք հելլեմ այդամ հայկական իրեդենտա ստեղծեմ, ասիկ ասել այպես մի կառույց Թուրքիայի դեմ պայքարելու համար։ Դա համար էլ իրան մի քանի տարի պահում են։ Թուրքիան հարավից պիտի մտնի եւ այդ նրա ծրագիրը Թուրքիայի ծրագիրը մեծ Թուրանն է։ Դա համար եմ ասում, Նժդեի գաղափարախոսությունը լիարժեք որպեսի վերլուծվի, ընկալվի, ընդունվի, դա պետք է լինի մինչև 1944 թվականի իր ձերբակալությունը։ Դրանից հետո ինքը պոլիտիկա է իրականացրել, ոչ թե գաղափարախոսություն։ Դա համար պետք չի խառնել իրար։ Լավ, պարոնեք, մի հարց եմ ուզում տալ, քանի որ ժամանակ արագ անցնում է։ Շատ է խոսում այն մասին, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանը հայժորդ կողմնորոշվի, ում հետ է Արևմուտքի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի այս արդի կապակցությամբ շատ տարբեր կարծիքներ ու գաղափարներ, այ ինչպիսին է դեպքը։ Ես չեմ կարող ընկալեմ Արևմուտքի հետ լենք Ռուսաստանը։ Ես ասում եմ, ես հայ նացիոնալիստ եմ հենց ի սկզբանե 88-ից էլ այդ գիծը տարել եմ հայ նացիոնալիստա, որը նպատակահարմարությունը պետք է հելի սեփական շահերով, ոչ թե մեկը նպատակահարմարությունը համարի հաղթող Արևմուտքը կամ նպատակահարմարությունը համարի մեզ իբր թե 200 տարվա անցյալ ու մշակույթում կապեր ունեցող Ռուսաստանը։ Ես դրա համար մարդիկ հոգեբանորեն մնացել են ստրուկ հայ ժողովրդի մեջ սովետի բախտմանից եկած, որ ինչ-որ մեկի հետ պետք է լինեն։ Ես էլ դենց եմ դաստիարակում, որ ես չեմ կարող ընկալ։ Օրինակ, ձեզ ցած օրինակ բերեմ, մինչև 92-3 թիվը, մինչև այսինքն պատերազմի ավարտը կարելի ասել։ Ես ասում եի, որ մեր դաշնակիցը պետք է լինի Ռուսաստանը։ Արևմուտքին էլ քննադատում էի։ Ու հելներով անցյալի փորձից մանավանդ երբ որ շրջանառվում էր Գոբելի ծրագիրը Սյունիքի Զանգեզուրի Միջանցքի հետ կապված, ես իմ միտինգներ եմ անում Ամերիկայի դեսպանատան դեմը ցույց եմ արել 93 թվականի մայիսի 1-ին, որ Արևմուտքի դեմ եմ եղել, որտեղ այդ ժամանակ ինչ էր, օրինակ հորս ընկերներից մեկը Շիրակ Գյունաշյանը կար։ Ասում էր ինչ սիտուացիա է, ասում էր, տես Լևոնին էր ինքը փորձում դրական պաշտպանել, ասում էր նայ, ասում էր փողը ամերիկացիքի ձեռն է, դոլարն է այսօր իշխում։ Այսինքն Ռուսաստանը փող չունի, դաժե իր թոշակառուի թոշակը վճարի։ Ասում էր Լևոնը տնտեսությունը կապելա, տնտեսություն էլ չկար, քանդված։ Կապելա Արևմուտքի հետ, գոնե դոլարը թողի մեր ժողովուրդը շնչի։ Բայց ինքը ասում է, լավ հասկանում են, որ Լևոնի մասներ ասում եւ ընդհանրապես ասում էր, որ ամերիկացի զինվորը չի գա Կովկասում Հայաստան, հայի հիմար կռվի։ Ոչ էլ զենքը կտա, բայց զենքն էլ ռուսի ձեռն է։ Ասում էր դրա համար բանակն էլ կցել է բանին, Ռուսաստանին։ Այսինքն սա ինչի համար եմ ասում, երբ որ այդ իրավիճակներ հենց Ռուսաստանը որպես կայսերություն փլվել էր, բայց իր շորշոփը կայսերական կար, ինքը սկի Քլինտոնը չէր ուզում վիճարկեր արերևույթ ռուսական Ելցինի հետ որ լավ էր բան, ասենք այն ժամանակ քանի պատերազմի process կար Ռուսաստանը մեզի զիներ, ես էլ եմ կողմեղ Ռուսաստանի հետ հարաբերություններին, արևմուտքին էլ լիքը քննադատել եմ այդ Գոբելի ծրագրի բանի պատճառով, բայց երբ որ կռիվը պրծավ Ռուսաստանն էլ ժամանակի մեջ մեկը մենք ընկերխից է գիտեինք, որ կա Լենին-Քեմալ համաձայնությունը, այսինքն այդ ինչի ռուսը կարա իրավիճակային լուծում մեզի օգնի, բայց ստրատեգիականով թուրքերին պաշտպանի, մենք չենք կարա իրավիճակային ռուսից օգտվենք, բայց ստրատեգիականով ռուսին չպաշտպանենք։ Ստե թողենք հələ արևմուտքին պաշտպանենք, թե չէ, նույնն էլ մենք լինենք արևմուտքի հետ։ Իրանց շահերը տեսնենք որտե է համընկնում, եթե համընկնում է իրանց հետ լինենք, օգտվենք, կամ էլ մենք պետք է այնքան խելք ունենանք,
մեր շահերը կարողանանք համադրենք, ոչ թե մենք ասենք Ամերիկայի համար ինչն է լավ, էդի անենք, չէ, այլ մեր համար գցենք բռնենք ինչն է լավ։ Այդքան ամերիկացի շահերի հետ համադրենք, հիմա կարող ասենք մենք չենք կարա բան, բայց ես մի բան մի հատ պրիմիտիվ օրինակ բերեմ, էլի կենցաղային օրինակ, այդ որ ձեր հարցի պատասխանը ամփոփեմ։ Օրինակ ենթադրենք ես ասենք Ամերիկայում ունեմ հորեղբորդ տղա։ Ինձ գալիս է ասում փող ունեմ, ուզում Հայաստանում ներդնեմ, բան, ինչ անես, ասեք, դե ասեմ բանա։ Խոսքի վեկալ եմ մի հատ կաֆե բացեմ այդ փողով, ասում եմ երկարաժամկետ անտոկոս տալիս եմ, խոսքի իմ փողերը հետո հետ կտաս։ Ես էլ եկամուտ բայց ունենամ։ Խոսքի ասեմ կաֆե բացեմ։ Ենթենք դուք էլ իմ ծանոթն եք, իրա ոչ բարեկամն եք իմ հորեղբորդ տղու, ոչ բան կամ հրայրը Ուլուբաբյան, չէ։ Խոսքի ասենք ախպեր, այդ կաֆեն կարող է տա, ես օրինակ ասես ծրագիր ունեմ մի հատ Վարշավիրանոց բացեմ, կողքը կաֆե լինի, որ գան հերթ կայնելուց կոֆե խմեն, չգիտեմ, կողքնել եսի մուզիկա, եսի միջը լի, բանը լի, ոչ մի հատ համալիր սարքեմ, բայց ասենք 100,000 չի պետք, 1 միլիոն է պետք։ Այդ իմ բարեկամը կարող է ձեզ ավելի շատ ֆինանսավորի, ոչ թե ինձ, որտեղ ես վստահ չեմ կվերկանեմ փողը տակ կտամ, թե չէ, բայց դուք հիմա հոյիկը չի ասելու, չէ, եսի հորեղբորս տղեն չի, հորեղբորս տղու ընկերն է, ես իրան չֆինանսավորեմ։ Այսինքն մենք պետք է կարողանանք այնպես պրոյեկտներ առաջ քաշենք, որ Ամերիկան իր շահը տենա։ Դրա համար ինքը ամենաշատը այդ հորեղբորս տղեն կհամաձայնվի այն իր անծանոթ մարդու հետ։ Ամենաշատը կարող է խնդրի ասի դե դեպքում քեզ կֆինանսավորեմ Շանթին, չէ, բայց խնդրում եմ Շանթին մի հատ գործադիր տնօրեն մի տեղ ընդունես։ Այդ ամենը առաջ կարևորը երկրում պիտի լինի գաղափարախոսություն եւ ազգային արժեհամակարգ, երկուսն էլ փիլիսոփայորեն եւ գիտականորեն հիմնավորված։ Այդ ինձ է ասում։ Այսինքն հավորա եւ գիտականորեն հազարդ ելույթ ունեմ արժեք համակարգի մոտ բանտ եմ գնացել։ Հա հիմա ես հիմա առաջի անգամ եմ ձեզնից լսում։ Ինձ եք դուք եկի ասում։ Որ լեսարանը կարծի թե հրայինը Շանթին դասակալի թե արժեքներն են կարևոր։ Եթե երկրում գիտություն մի անգամ ասել եք, արա, այդ տականքներ Շանթի պես տղուն խեք տալել բանդ 6-ը տալիս ռոկտոբեր, որ ասում արժեքներ է պետք։ Որ հիմա գոնե իրավունք ունենաք բարոյական իմ դեմ ինձի դաստակ։ Մի անգամ ասել եք, որ Շանթ ասում արժեքների հեղափոխություն, այդ տղուն խեք տալել դա։ Չէ, ես 91 Բայց հիմա ինձ ինչ եք ասում, գնացեք մնացածին քարոզեք։ Ես համասպեսիդարդ խոսանք, իրան լրաստելով ոչ մեկ չի արձագանքել։ Համասպեսիդար հետ լրաստելով խոսանք, համել հենց ինձի ասում ես մի հատ այդ քո ասացից առաջ արա։ Բայց իմ ասացից առաջ ես դու ասացը քեզ լսում եմ ասում։ Ինչ որ հիմա ասեցի, առաջ անգամ եմ տելեգրով ասում։ Ես ասում գաղափարախոսություն եւ ազգային արժեհամակարգ։ Ասում եմ 38 տարի քարոզել եմ դա։ Եթե դու 15 տարի առաջ ես դրանից ով անիմաստ խոսել։ Լսի, մինչև ես չես լսում։ Ասա։ Ասել եմ գաղափարախոսություն եւ ազգային արժեհամակարգ գիտականորեն եւ փիլիսոփայորեն հիմնավորված։ Երկրում գիտություն չկա, ասա տեսնեմ որ գիտությամբ ես ձեզ ասի հիշում եմ շարժման առաջի օրվանից։ Հայ հալով է անում այդ տոպիկով։ Հիմա դուք նժդեից խոսում եք, դուք մեր քարոզի արդյունքով ծնված մարդ եք։ Յո։ Մեր քարոզի արդյունքով, երբ որ 88-ից մենք քարոզում էինք, մեզ հալածում էին Հեշեն միանից, հետո իշխանությունը վեկալան միանից, կոմունիստները միանից։ Մի անգամ ձեզ չէի տենում Նժդեի մասին խոսալուց, ես ձեզ լավ հիշում եմ։ Հիմա եկել եք ինձ ասում եք պետքա փիլիսոփայություն քարոզել, նժդեականություն քարոզ, ինձ եք ասում։ Ես դե ոչ թե կներեք, ոչ թե մեծամտության համար, այլ իմ համար վիրավորական է, ասիկը մարդը սա կյանքը դանի, դրա համար հալածվի, գանասեն դուխի դա չես արել։ Էդ էլ մի ուրիշ հրայրին չեմ ասում, բայց կագիրբեն 1000 մեթոդներ ունի մարդուն վարկաբեկելու, մեկին գա մի ուրիշ ձևի արժե զրկի, մեկին ասի դու դա չես արել, դու բան չես արել։ Մի հատ հասարակ բան ասեմ։ Դուք շարժման առաջի օրվանից եղել եք։ Առաջի շարժման հաղթական ձեռքբերումը ո՞րն եք գնահատում։ Նստաշրջանը որոշում է կայացել եւ դրա հունիսի 15-ի սեսիան, չէ։ 20-ին ալ։ 19-ին։ 20-ին։ Իմ հետ մի մոռացել եք այդ փետրվարի 20-ին։ Դուք ինձ հիշում եք։ Փետրվարի Դուք ինձ 88-ից հիշում եք։ Քո կարծիքով առաջին հացադուլ հայտարարողը դու ես եղել։ Չէ, հացադուլ հայտարարողը դու ես եղել։ Չէ, ոչ միայն հացադուլ հայտարարողը։ Հիմա կներեք, ես էլ մեջդեից մեջբերում անեմ, ասում եմ, խնդրում եմ ներեք, որ ճշմարտությունը ասելու համար ստիպված եմ մեղանչել համեստության դեմ։ Հիմա ձեզ մի բան ասեմ, առաջի հաղթանակ, այո, ընդ Լևոնի ինգերը Աշոտ Սարգսյանը բանել են գրում, որ դա հունիսի 15-ի սեսիան է։ Ուրեմն այդ հունիսի 15-ի սեսիայի համար մի հատ կա մարդ հեղինակ, դա ես եմ, կա մարդ, որ այդ պահանջը դրել է, մցրել է ուրակարգ իր հացադուլով։ Որ պահանջը։ Սեսիայի։
Սեսիայի ինչ պահանջել, որ կետը։ Մի րոպե ասեմ էլի։ Ուրեմն 88 թվականի փետրվարին Բաչե Սարուխանյանը, եթե հիշում եք, գորում ենք սեսիա։ Հետո ինքն էլ ասեց, որ այլևս սեսիայի կարիք չկա, քանի որ դա մեզ պետք էր հարցը Մոսկվայի օրակարգ բարձրացնել, այլևս առանց սեսիայի հարցը բարձրացել է Մոսկվա։ Սիլվա Կապտիկյան, չգիտեմ, Զորի Բալայան բան, որ գնացին եկան ասին, ինչու բանը գույնավոր, վարդագույն, չէ, հիշում եք, ասում էր Արցախը անունը դաժե գիտեր բանն, դրանից հետո շարժման մեջ սեսիայի պահանջը վերացավ։ Դրանից հետո ինչ էր տեղի ունեցել, որ մարտի ասին մի ամիս լրության օր մարտի 26-ը հայտարարեն, չէ՞ որ զորքերը մցրի բանարին, դրանից հետո ինչ էր ելնում։ Մի օր Կասկադում էին միտինգ անում, մի օր Մատենադարանում, մի օր չգիտեմ են Փոշտի դեմը, Էսանյան ու հա գորում են Ղարաբաղը մերն է։ Մայիսի 24-ին թե 26-ին ուսանողությունը հելավ նստացույց հայտարարեց։ Կոչում է լուր նստացույց, հրայրը պետք է հիշի, երևի եկե մի քիչ նստած ա եղել տղեկի հետ։ Իրանք ինչ էին պահանջում, ասին պահանջում, այդ ժամանակ Բաքվում Լուկյանովը թեով գնացի ասել են Ղարաբաղի հարց չկա, Ղարաբաղի հարցը փակված է։ Իրանք վեկալան պահանջ գրեցին, որ պահանջում ենք Հայաստանի իշխանությունները հերքեն այդ Լուկյանովի Բաքվի հայտարարությունը, որ իբր Ղարաբաղի հարց չկա։ Ինձի տղեկ եկան մոտիկ ցան Շաշկուլ Արամը Գոգան կար համալսարանի, հիշում ես Գոգային բանը, Թանգյան Գոգա։ Հիշես, Դրաշոբան տղա էր։ Ռոբերտը կար, ոչ եմ ահագին այդ ակտիվիստները կային։ Սմբոն Հակոբյան, հիշում եմ Շաշկուլը, չգիտեմ ով էր, եկավ ասեց բանա, ասեց արի սենցա, էստեից է քաղաքսովետի նախագահի տեղակալը կար Երևանի քաղաքսովետի, Լևոն Սահակյան էր, ինչ էր, եկավ Բարսախոսով հայտարարեց, որ այդ հարցը փակված չի բան, հիմա տղեկ ինձ ասում են ախպեր, արի դու նստացույցը մեր շարունակի, մենք էլ լմենք, ասեմ չեխի, ես ուրիշ բան եմ մտածում, դες չեմ ասում ինչ եմ մտածում, ասեմ խի, ասում չենք ուզում տուն եթանք, ասեմ մի գնացեք, ասում չէ ագաբուրկա ենք արել, որ եթե մեր կառավարությունը հերքի, որ Ղարաբաղի հարցը փակված չի, մենք թողում ենք եթանք տուն, բայց ասեմ հա ինչ ես ուզում Արամին բան, ասում բայց չենք ուզում եթանք, ասեմ հիմա ես ինչ անեմ, ասում արի դու էլ ասա, մենք պահանջում ենք, որ ՍՍՄ կառավարությունը հերքի, պարոն Ղուշյան, ասում արի դու էլ ասա, որ ՍՍՄ կառավարությունը հերքի, մենք էլ հելենք եթանք, ֆրանք հետ գանք ձեզ պաշտպանենք, ասենք որ մեր ընկերներն են հիմա, если մեր պահանջը դուք կատարել եք, մենք դուս ենք եկել, ասի չի ախպեր, ես ուրիշ ծրագիր ունեմ, ու պատրաստվում եմ այդ բանին, այդ սեսիայի հետ կապված։ Հետո մի հոգու հետ խոսացի, բան, հետո գնացի Պապայիս ընկերոջ Վասիլյան Հովիկի հետ խոսացի, ասի թերթում կարդացինք, հունիսի 15-ին լինելու է հերթական սեսիան։ Մենք վերցինք առաջի կետը գրեցինք, պահանջում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի որոշումը փետրվարի 20-ի, որ դիմել էր Հայաստանին ու Ադրբեջանին, որ Ադրբեջանից հելնի մտնի Հայաստանի կազմ։ Ու փետրվարի որոշումը անցել էր ամիսներ, ոչ Իգոր Մուրադյանը, ոչ Վաչեն, հետո փոխվում են իրանք կազմը, ոչ մեկը այդ հարցը այլևս չէր քննարկում, մենակ գոռում են Ղարաբաղը մերն է։ Ես էլ գնացի իմ ընկերների հետ քննարկեցի, ասի որ շարժումը սենց Հավայի միտինգ անելով ոչի։ Այ հիմա ես եմ դրա համար ասում, որ ինձ ասում եք Հավայի խոսալով չի։ Ասի Հավայի միտինգ անելով չի։ Պետքա կոնկրետ լուծում ունենա։ Հիմա այդ լուծումը լավա վատա, որից հետո կմերժեն, չեն մերժի, դրանից հետո մենք կորոշենք մեր քայլերը։ Հա, մեր անելիքը։ Վերցեցին գրեցինք առաջի կետը, պահանջում ենք, որ Լեռնային Ղարաբաղը օրակարգ մտցնի Լեռնային Ղարաբաղի մարզի որոշումը, որ դիմել է, եւ երկրորդ կետը գրեցինք, որ դրական պատասխան ընդունի, ասիկա մարզի որոշմանը տա համաձայնություն, որ ընդունում է Հայաստանի կազմ։ Որից հետո էլ գրեցինք արդեն մի քիչ սիմվոլիկ, որ նաեւ հետաքննություն սկսի Սումգայիթի, բան, չգիտեմ, ջարդերի հետ կապված, որը իմ համար երկրորդական պահանջ էր։ Գնացինք հունիսի 3-ին ուրեմն կպցրեցինք պլակատները, ասի մի քիչ հովոտ էլի 5-6-ի կոմերը նստենք, որ գոնե ուժերներս դիմանա արևը շատ չխփի բան, հա ուսանողական նստացույցն էլ էթում էր։ Այդ պահանջը գրին կպցրեցինք, հելան եկան մեր հետ, վիճեցին ուրեմն եկել էր Օղորմածիկ Մազմանյանը Արմենը, Մազը, իր աները Կարեն Սիմոնյանը գրողը, Խաչիկ Ստամբուլցյանը, նա ճարտարապետ Արշակ կար, կարող է հիշես։ Զաքարյան։ Ազգանուն չեմ հիշում, այդ Արշակը Որտեղ Ղարաբաղ կոմիտեն էլ հələ ինքը լավ նոր կոմիտեն չի ձևավորվել։ Իգոր Մուրադյանի հետ կոնֆլիկտ կար։ Մայիսի 19-ին որ Դեմիրճյանին հանին։ Ներողություն եմ խնդրում։ Ներողություն եմ խնդրում։ Իգոր Մուրադյանի ստեղծած է կոչվում էր Ղարաբաղ կազմկոմիտե։ ԿԳԲ-ի միջամտությամբ կազմալուծվել է, Վազգենի տանը ստեղծվել է Ղարաբաղ կոմիտե։ Մի իրար բան չանենք։ Աբա այդ եմ ասում։ Ղարաբաղ կոմիտեն եղել շարունակություն Իգոր Մուրադյանը եղել է, Իգոր Մուրադյանը եղել է, այո, Ղարաբաղյան շարժման կազմ կոմիտե։
Դրանք ստեղծեցին Ղարաբաղ կոմիտեը, դա ինձ հետաքրքիր չի այս պահին։ Չէ, Ես քեզ ասում եմ, ինչ որ ես արել եմ ինքս։ Ու երբ որ մենք այդ պահանջը դրեցինք այս Ղարաբաղ կոմիտեի, դե Իգրին արդեն ոնց որ ֆուկ անելու օրերներ, այդ կոնֆլիկտային, ու ձևավորում էր այս նոր Ղարաբաղ կոմիտեն։ Ուրեմն եկան այդ հունիսի 3-ի երեկոյան ժամը 6-ից 7-ից կոնֆլիկտը գնաց։ Քաշքշոց եղավ, բան եղավ, այդպես վիճում են Կարեն Սիմոնյանի հետ երկար գաղափարական վեճ ունեցա բան, ընդ էլի կային այդ Ղարաբաղ կոմիտեի ամերձ, որ գալիս էին, ասում են, «Էս ի՞նչ ես անում, ի՞նչ հացադուլ քու պատճառով ասում եք անգերը կմտնեն մեր ժողովրդին կկոտորեն, չգիտեմ ինչ բան»։ Խաչիկ Ստամբուլցյանն ասում է, «Շան, հələ պետք չի, որ պետք է լի, ես կարամ ինքս անեմ, ես մի քանի հատ պասեմ պահե, ես կարամ ձևերը գիտեմ, չգիտեմ, սս բաներ խոսում, հա»։ Ու կոնֆլիկտ է լավ, ասի ախպեր, դաժե մեր հատի ընկերներից կանչի տղեկին էլ, ասի դանակահարություն կլիստը, մենք պետք է հացադուլ անենք։ Բայց ամեն դեպքում այդ օրը պրավալ գնաց ու առիթ կարծեմ ունեցել եմ մի անգամ Կարեն Քոչարյանի մոտ ասեմ, ուրեմն այդ վեճի ժամանակ ես ասեմ ախպեր, պլակատը կպցրել եմ հայերեն հացադուլ, ռուսերեն հացադուլ, անգլերեն հացադուլ, սև կտորի վրա սպիտակով գրած։ Ասեմ հիմա եթե մենք այսօր չնստենք հացադուլի, KGB-ն ինձի կարող է այսօր գիշեր կալանավորի։ Սրանք դες չեն ճանաչում։ Դու լավ ասում ես, դու ով ես որ քեզի KGB-ն պետք է կալանավորի, նա շատ է տեսը։ Այդ վեճերի ընթացքում խոսակցում, ոնց որ այս կրուգով խոսանք, հետո այդ համ ես ընդեին մյուս այդ անդե բան, ձեզ կանգնացեք, մեկ էլ KGB-ի Աջոբյան Մարտինը կար։ Եկավ այսպես ես կրուգով մութը արդեն մտնշաղա։ Ձեզ ձեռը կսած այս շանտ մի րոպե արի։ Ես գնացի այդ տղեկը չջոգին էլ ով էր։ Դե այդ մոմենտին կարող է մեկը գասի, Համլետ ջան, մի հատ արի, ասի այդ կնե կոֆե խմենք, խոսքի էլի, կամ հրաժար։ Հիմա այդ մարդիկ ես ոչ չի ասելու, մի րոպե բան դուք KGB-ից եք, որ այդ կողքից լսեին, խառնվեին, խոսքի կամ չխառնվեին, վախից փախնեին։ Գնացինք ասեց եթե դու հացադուլ ես արե հիմա, քեզ կտանեմ ընդեր, որտեղից եկել ես, գիտես որ 5 րոպեվա հարց է։ Դե ասեմ հələ մի տարի չկար ազատվել էի։ Բայց մամաս իշնում էր օպերա, ես է գորգրում եմ ասում էի գնատու։ Բայց ինքը այդ մի հերու կայնում էր, որ հանգած տենա ինձ բռնեմ թե չէ։ Ներս որ տեսավ Աջոբյան Մարտին եկել է, արագ վազելու պես եկավ, ասեց Բաղանքեր Աջոբյան, բան ինչ այսպես, ինձ ասես Լաուրա Ռուբենովնա, ասես Շանտին ասա թո հացադուլը չանի, թե չէ ինքը կեթանդե որտեղից եկել է, լավ գիտեք, բան։ Ներս ինձ ասես թաղեմ գլուխդ բան, մի հատ էլ մի բան արել ես, բան տեսենք է, թույք խմեմ կմեռնեմ, ասի մամ ասի, իմիջարից էս ինչ որ ասում եմ, սրա մի դրվագը, Մանվելը Սարգսյան կհիշես Մանվելին, դուք եք կարող իմանալ։ Մի երկու անգամ լսեցի ասել է, որ ասես ճանտը մեծ դեր ունեցավ Սուրեն Հարությունյանը, ասես բենզինը կլցեմ վրես կվառեմ բան, դա քչերը գիտեի։ Ու դա տենց էլ կանեի, տենց էլ որոշված էր։ Երբ որ Աջոբյան Մարտինը մամայից ասեց, բանը կտանեմ ընդե բան մերս ին վրա տվեց, նա ուզեցավ մամաս է ճնշի ինձ էլի մառալնի, ասի մամ, եթե չես թողես հացադուլ անեմ, վաղետրեմ հրապարակ, բենզինը լցեմ վրես, գրեմ որ իմ մահվան համար մամաս է մեղավոր։ Մերս վայ թաղեմ գլուխը տնգեր Աջոբյան էսին գիժականի, ասեց հա հետի գիժ ավելի լավ է հացադուլ անի, քան թե դա բենզին լեցի վարի։ Գնով հացադուլ արեց։ Հա, նստանք հացադուլին։ Հունիսի 4-ից օֆիցիալ հաշվեց։ Մի օր Ղարաբաղ կոմիտեականների կողմնակիցներով բանով պրավալ էին տվել։ Հիմա այդ պահանջը, այսինքն ուզեմ ասեմ, ես գրեցի պահանջը, ես իմ ընկերների հետ նստա հացադուլի պահանջին տեր կանգնեցի, հեսա մի բան էլ կնկարագրեմ, մի րոպե կներեք։ Այդ ուսանողական նստածություն վեկալան պլակատը բանը փոխի պահանջը միացան ինձ։ Նա Լևոն Տեր-Պետրոսյանը եկել է Համբարձում Գալստյանի հետ, դե Համբոյին իսկի չէ թողում մոտիկն ար բան։ Լևոնը ասում է, դե ասել էր պապայի ընկերն եմ Շանթի բան, պապայիս հետ մի 5 օր նստել է 66 թվին, այդ կոմիտասի այգու բաներից։ Եկավ ասում է բանա, ուսանողները չեն թողում նստածության են, ասում են Շանթը ինչ ասի, տես կանենք, ուտե իր առողջության համար կարող է ձենը մենը, էս այ նախանգարումը, ասեց եկել եմ ձեր պահանջը պաշտպանենք։ Ու ես էլ ասի, ես բան չեմ ասի, ես թողող մրիցայեմ, ինչ եմ միտինգը թողեմ, ամեն մեկս կամ չթողեմ։ Մեր պայքարն է, հիմա ինձ պետք է այս որոշումը ճնշենք ընդունել տանք։ Հիմա ասեմ կարևորը որն էր, այդ հացադուլը բանը օդից չէի որոշե։ Ասի ախպեր ասի, ուրեմն ուսանողների նստածույցը հետում է, միշտ ժողովուրդ կա, հրայրը պետք է հիշի, ես չգիտեմ դուք էլ կարող եք գնացել եք հիշեք։ Միշտ ժողովուրդը կար, մի 2-3 հազար, ասես մինչև արձանները, բայց քանի որ հոսք կար։ Այսինքն ոնց էր հետում, ավելացող հոսք։ Չէ, հոսք կար, գալիս ու գնում էին։ Հիմա տեսեք, ես դե օրերով իշտում նայում էի։ Հիմա ասեմ մարդիկ գալիս են իրար հետ, գործից հետո։ Եթում են տուն հասմաց են ուտում, ելում իշտում են օպերա։ Խոսում են անծանոթ ծանոթ իրար հետ, եթում են առավոտը մեկ էլ տենում ես, այն մեկ եկել է գործի,
ասենք խոսքի 9-ին գործը սկսում էր, եթե մեկը համալսարան պետք է եթա, մեկը չգիտեմ, կենտրոնի տարածքում կամ ավելի հեռու, երրորդ մաս բան, չէ։ Ասենք ժամի 9-ին գործը սկսում է, ինքն հենց երանում 8-ին, 8-10, 8-15 գալիս էր ըտե, մեկ էլ տենում ես մեկը չայ է եփե բերե, ասում է երեք անձև ա եղել, երեխեքը մրսած կլեն, մեկը աջալ է բերե, գալիս էին կայնում էին, աջալը տալիս էին, մեկը կարտոշկա խաշե բերե, ով որ այդ օրը քեֆեր արած եղել, լմեր խորվածել էր բերում, տալիս էին, կես ժամ խոսում էին, խիղճները հանգիստ դետում էին, որ երեխեքը տանգերը չեն եկել, մլիսեկը չեն եկել, երեխեքը չեն հիվանդացել, ուտելիքը բերել են, տակ չայ, խիղճները հանգիստ դետում էին։ Ես ընկերներիս ասի ախպեր, ասի, այս ժողովուրդը դրա համար հոսք է, գալիս են, ներկա են լմ ոնց որ կոպիտ ասած պծիշկա են դնում, խիղճները հանգիստ դետում են իրանց գործերով։ Հետո նույնը իրիկունը։ Դրա համար չի աճում, չի ավելանում։ Իրանք տղեկնել չեն թողում միտինգ եթա, որ ժողովուրդը գա լսվի։ Ասի ախպեր, ասի, ես մեր ժողովուրդը սիրում է փոքր բան, երեխեք է սիրում իբր թե, ասի պետք է ինձ բան անենք, որ ժողովուրդը տենա մեզ չի կարող օգնի։ Ասիկ ավարտում եմ էլի բան, խնդրում եմ։ Այս սա կարևոր բաներ են, էլի, ասեմ, որ ժողովուրդը այդ բաները այսօրվա խնդիրները ինչքանով են նպաստում, այսօր կործանում է հայրենիքը։ Հա, չէ, դուք ասում եք ինչ եմ արել բացի խոսալուց, ես ձեզ բացատրեմ եմ, ասում եմ ու նաև դե ասում այդ մանրամասները դիրմիկով հունիսի 15-ին է ստանում, տար արդյունքը իմանանք ինչ եղավ այդ հունիսի 15-ին։ Տարանք կրեցինք, առաջի ձեռք բերումը շարժման էդի էր ու այնտեղ թե Արանքում Սուրեն, չէ, սա գիտեք խի նկարագրեցի, եթե հիշում եք Դեմիրճյանը փետրվարին եկավ, ասես Ղարաբաղը ջեբս չի որ հանեմ տամ, չէ, այնտեղ գորացին գործադու լազացին որ իմ ելույթի հաջորդ օրն է եկել։ Ասում փետրվար ամսին էլի։ Փետրվարի 22-ին հիշում իրադ ելույթն էլ հիշում եմ օրը չեմ հիշում։ Իմ ելույթից 2 ժամ հետո հերոստատեսությամբ ելույթ ունեցավ, ասում այն ինչ որ կատարում է հրապարակում, դա հայ եւ ադրբեջանցի աշխատավոր ժողովրդի շահերից չի բխում։ Տասնյակ հազարավոր, 100,000-ավոր մարդիկ դուրս են եկել, իրենց կամքն են արտահայտում, ինքը հերոստատեսությամբ։ Հա, դե հիմա ուզում ասեմ, որ Դեմիրճյանը եկավ վիրավորեց ժողովրդին։ Ժողովուրդը իրան սիրում էր, սիմպաթիա էր անում։ Ինքը եկավ վիրավորեց ժողովրդին, իր այդ բառապաշարով։ Հա, լավ, ես էլ ասել էի, որ ես պետք է ստիպեմ, ասենք Դեմիրճյանը կամ բանը, ցեկայի քարտուղարը գա ժողովուրդը իրան բանի ենթարկի էլի, ասենք ոչ թե վիրավորելու, այլ պարսավանքի ենթարկի, այո։ Հիմա պրոստը որ իրան փոխեցին մայիսի 19-ին, երբ որ նենց իրավիճակ եղավ, եկավ այնտեղ Ֆադեյ Սարգսյանը, մեր հացադուլի տեղը, եկավ դրանից հետո բանը Հրանտ Ոսկանյանը Գերագույն Սովետի նախագահության նախագահ։ Շանտ, այս մանրամասները պատում էր Բերեի հունիսի 15-ի սեսիանի։ Հունիսի 15-ի մասն եմ ասում, բաբա, այդ օրենքը ոնց են ընդունել, դրա մասին եմ ասում։ Վերջում էլ Սուրեն Հարությունյանը եկավ, ինքը Դավթյան Սովետակար այնտեղ Սպանդարյանի կար, նրա միջոցով մամայից խաբար էր գրգում, որ ես գամ, բայց Շանթը հելի հացադուլից, ես էլ ասում եի չէ։ Հետո Սիբերդի ասի լավ, կախված է խոսակցության ընթացքից։ Ասել է դու մի հատ գա ժողովրդի իրան պարզավանքի ենթարկի այդ հանրային։ Եկավ ինքը ես ու ինքը առանձնան խոսացել ենք ընկեր, առանձին, ասես դաժինի մամա ու քույրը չիմանան։ Որտեվ եթե մի հոգի իմացա, ուրեմն իմացի Մոսկվան գիտի, ուրեմն չի լինի։ Ինքը ինձ խոստացավ, իրան էլ ասի, եթե չանես բենզինը կլցեմ վրես կվառեմ, ասի, մորս էլ եմ ասի, հիմա քեզ եմ ասում, ասի կլցեմ վառեմ բան, ինքը խոստացավ, ասեց, ես 260-ը ինչքանը դրանց անունից չեմ կարող խոստանամ, բայց ես խոստանում եմ քեզ, որ ես կողմ եմ քվեարկելու այդ հարցին։ Ասի դե բայց ձեր մոտ էլ ասի, ինչքան գիտեմ դիկտատուրա, որ դուք կողմ քվեարկեք, սաղ կբիանան։ Ասես Ջան, ճիշտ ասած, ես համաձայն եմ, որ իմ դիրքորոշումը ազդելու է падգամավորների դիրքորոշման վրա։ Դասի բախի չեք խոստանում։ Ասես որտեղ 260 մարդ ես յուրաքանչյուրի փոխարեն ուղղակի բարոյապես ճիշտ չի որ խոստանամ, բայց որ իմ դիրքորոշումը կազդի որոշման վրա։ Ես էդի քեզ ասում եմ, հա, համաձայն եմ, բայց խոստանում եմ, որ անձամբ ես իմ քվեարկությունը սենց կողմ եմ քվեարկելու։ Հիմա սա ինչի համար ասեցի, դա ըստ էության շարժման առաջի հաղթանակն էր, որ եթե ոչ է ձեր ասած Ղարաբաղ կոմիտեն կապ ուներ, որ եթե ձեր ասած Իգրի Ղարաբաղյան կազմ կոմիտեն կապ ուներ։ Դիմիջալոց հիմար գիտեք ինչ է լավ ցավալի։ Իգրը եկավ դե մի քանի օր անցել էր, նիհարել էի, թրաշս եկել էր։ Ինձ էլ ասում են, որ էներգիա չծախսես, ընդ կար Վաղինակ Դովլաթյանը, կամավոր եկել էր բժիշկ։ Մեկ է մի հատ կին, էլի բժիշկ ու անունը հիմա չեմ հիշում ցավոք։ Իր երկար տարիներ շեմ։ Այս եկել էին ասում են, բդի դու քիչ խոսաս, քիչ շարժվես, էներգիա քիչ ծախսես։ Վերջնական չասեցիր, նվաճումը ո՞րն էր քո արածի։ Այսինքն հունիսի ընկեր, այդ նվաճումը հիմա ասեմ որն է, այդ կանից հետո չհասկացա։ Այդ եմ ասում, եթե այդ կանից հետո չհասկացար, ընդհանրապես դրանից հետո ոչ միայն ես իրավական հիմքի վրա դրեցի այդ շարժումը,
որ լուծումը սենց է, այլև դրանից հետո եթե հիշում եք 88 թվականի նոյեմբերի 20-ի կոմերն է թե հոկտեմբերի, եւ որ ընդունվեց հայոց ցեղասպանությունը դատապարտող 15-ից 23 թիվը Թուրքիայում դատապարտող ու մտավ Պարետայի ժամ, դա կարծեմ տեղ ունեցավ օպերայի դահլիճում ու ընդհանրապես ցանկացած առաջի անգամ սովետի մեջ որ եղավ հակապետական որոշումը պետական կառույցի կողմից մարզ խորհրդինը չհաշված խոսքը հանրապետական մասշտաբի մասին է խոսքը ասենք 15 հանրապետություններից մեկի որից հետո դա այդ ամեն ինչ երբ որ ինձ ասում են տանկերը գկան բոլորին կկոտորեն բան ես այդ բարերները ջարդեցի հաղթանակի շանսը իրանք տեսան Ղարաբաղ կոմիտեն ու շարժումը ընկավ նորմալ հունի մեջ ընդཐུպ երբ որ ասենք Հայրիկյանը 1000 տարի ասում էր անկախություն հանրաքվեի միջոցով Գերագույն սովետը որոշում կայացրեց որ պետքա հանրաքվե անցկացնել անկախության հարցով, այսինքն նախադեպը ըստ էության իմ նախաձեռնությամբ տեղի ունեցավ։ Ու ես կներեք ես որ ասի անհամեստությունը լի ասեմ, ես ասեմ չէ, մի րոպե, ասում եմ 11 օր, 12 օր, հունիսի 3-ից կամ հունիսի 4-ից 11 օր Հայաստանում այդ օբշի շարժումը ես եմ ղեկավարել։ Անկախ դրանից, որ հասարակությունը դա գիտակցել է, չի գիտակցել, Հրայր Ուլուբաբյանը գիտակցել է, թե Լևոն Տեր-Պերոսյանը իհարկե վստահ նրանք գիտակցել են, դա պատմության մեջ արձանագրված է։ Հիմա KGB-ն արխիվները փագապահում զուտ ասենք ասելով որ ասենք շանթի ինչ այ որ մենակ խոսացել է ոնց որ Հրայրը ասում է մենակ խոսացել ես չէ ուտես լիքը բաներ Բաժանամ Իրոպելսի դե հիմա ես ինչ եմ ասում դու այսքան հարց տվից պատասխանեց իրել ասի ինչ ես արել բացի խոսալուց ասեցի հունիսի 15-ին որ նստաշրջան էր գնում բանում այդ նոր դրա մասն էի պատմում այդ ինչ համագումարների պալատում որ այսօրվա բանի ամերիկյան համալսարանն է այնտեղ նստաշրջանը որ գնում էր մի քանի հայրենասեր падգամավորներ հարց էին բարձրացել Սումգայիթի հարցներ մտցնեն օրակարգ մերժում էր իշխանությունը Սուրեն Հարությունյանի գլխավորությամբ վարում մերժում էին Ռաֆայել Ղազարյանը մի երկու անգամ սիրտը վատացել էր վերջը շտապօգնություն բան եկել է հետո սիրտը բռնած իջավ ներքև են վերևից ներքևում ես ու իր կինը Գրիզելդան դիմավորեցինք ասում Հրայր մի բան արա բանը Սումգայիթի հարցը մերժում են չեն ուզում հարցի այն որ նստած էր հրապարակում դեղ մի արցանի մոտել Սպանդարյան Սումգայիցիներն էին նստած այն նկարները որ Գառնիկ Մանասյանն էր Քաջարանցի սոցիալիստական աշխատանքի հերոս մի հատ ուրիշ կողմ իրանց էլ երբ որ իրանք եկան Իզմիանան հացադուլին ես KGB-շնիկը ինձ մի րոպե ասում բրցնեմ հետո այդ Սումգայիցիներին հավաքել եմ Ռուզանն եղել Սումգայիցի Կամոն Հարությունյանը իմ հետ նստած են եղել ոչ թե Սպենդարյանի արձանի մոտ Լավ, ասեցի Սումգայիթ ընկեր ասեմ այդ սաղ դու էլ կարաս տես մոտավոր պատմես Լևոն Տեր-Պետրոսյանն է կարա մոտավոր պատմի ես եմ դա կազմակերպել նրանց Սումգայիթների նկարները ասում եմ դու ասում ես Սուրեն Հարությունյանը դեմ ա եղել Սուրեն Հարությունյանը եկե ինձ խնդրել է ասել ասկի մամա դու քուրդ չի իմանա դա համար հիմա ես բա որտես պետք է իմանաք ասում եմ այդ սաղ արել եմ դուք ինչա դե դուք չգիտեք ուրեմն ես ոչ իման չեմ արել հա դրա համար ասի որ Խնդրում եմ ներեք ճշմարտությունը։ Բայց դա պատմությունը արձանագրված KGB արխիվներում լիքը կա։ Հայ չլսեցի այդ Ռաֆայել Ղազարյանը եկավ ասեց եկել եմ Սումգայիթ։ Ռաֆայել Ղազարյանը, լսի, Ռաֆայել Ղազարյանը հելավ հունիսի 7-ին։ Եկե ասում է ժողովուրդ եկեք խնդրենք հացադուլավորները դուրս գան։ Ու ասում է դուք արդեն համաժողովրդական խոսքը տանում ես ուրիշտեղ հունիսի 15-ին մեր պահանջը հունիսի 15-ին արդեն որոշումը կայացված է եղել ինչ պետք է լինի։ Դու տեղյակ չեք եղել պրոստը։ Հիմա դու ինձ պրոցես ես պատմում, որը вообще հիմա երկրորդական է։ Տեսուրեն Հարությունյանը ձեր մոտ ինչ թատրոնը խաղացել, դա ինձ հետարքիր չի։ Ինքը իմ ասած պայմանները կատարել է ու խոստացել է, ես որ խոստանում եմ, որ հարցը որ դրել է օրակարգ քո պահանջով։ Սումգայիթը մեր պահանջով դրվել էր, բայց հիմա երկրորդական էր։ Ասում են պատին գրածա վեկալ այդ օրվա մեր հացադուլի պատի կետերը գրածա։ Առաջի կետ Ղարաբաղի հարցը դու գրել ես, բայց Ռաֆայել Ղազարյանը եկավ ասեց, այդ հարցը չի քննարկում, օրակարգ չեմ մտցնում։ Ասում եմ դա Միայն Սումգայիթների հետ հավաքած նկարներով որ տարել եմ այդ զինվորների, ոստիկանների շարքը կանգնած, երկու շարքով։ Հետևից ես անցել եմ այդ բաներն նկարները փոխանցել են ինձ շղթա բռնած որ չէին կարող բաստուղեն, որտեղ ժողովրդի ճնշումից կարող է փլվել այդ շղթան բանի զինվորների։ Անցել ենք հետևով տնկել եմ այդ նկարները եւ այդ ամբողջ այդ օրվա նկարները բանը ունեմ սա ես այնտեղ այն շենքի տանիքում էլ կային կանոնած լիքը ժողովուրդ այդ միտինգը պահանջում էր սեսիայի մտցնել Սումգայիթը ցեղասպանություն որպես
եւ վերջնական մցրի նորակարգ որոշում կայացին այնպիսի, որ համ Գորբաչովին չնեղացնեն, համ մեր պահանջին ինչ-որ չափով կատարած լինեն։ Պարզ, բայց իմ հարցին այդպես դուք ոչ շանտը կոնկրետ մենք հիմա ինչ կողմնորոշում ունենանք։ Ասացի կողմնորոշում չպետք է լինի, բայց ձեր հարցին պատասխանեցի։ Չէ, հասկանալի։ Որ ոչ պետք է լինենք արևմտամետ, ոչ էլ ռուսամետ։ Մենք պետք է որ եթե հայ նացիոնալիստական միտքը դոմինանտ լինի հասարակության մոտ։ Մարդիկ եթե ասեն այդքան Ամերիկայի այս ինչ հարցով, բոլորին հասկանալի կլի, որ ինքը Ամերիկա մեջ չի, ասենք ասում է իրանց Ստինգերները կամ իրանց Ես ես հասկացա։ F-35-երը լավն են։ Բաբյարի պատասխանը չլսեցի այդ հարցում։ Ուր կողմնորոշվենք։ Ուրեմն Որ կողմ։ մենք շրջապատված ենք թշնամիներով, այն բոլոր հզոր պետությունները մեր այդ Արցախի հարցում, մնացած բոլոր մեր ազգային հարցերում բոլորն էլ մեղավորներ են եւ որևէ տեղ մենք գնալու կարիք չունենք։ Մեր ամբողջ խնդիրը, հիմնական խնդիրը, մեր ժողովրդի միաբանությունն է եւ Նժդեի ու Թումանյանի մի կարևոր խոսք ունեն ասած, ոչ մեկը հաշվի չի առնում։ Նժդեն ասում է ժամանակների մայրը երբեմն մարդկությանը, ժողովուրդներին մեսիա է ուղարկում։ Թումանյանը այդ նույն մտքի մասին ասում են թե 1000 տարին մի անգամ մի փրկիչ է գալիս, մի պատգամ, որ եկավ մեր ծնված չենք մենք մորից, մեկ էլ որ գա մեռած կլինենք ցավից։ Այսինքն ուսուցիչների պարբերաբար գալու մասին է խոսքը։ Եվ հիմա եկել է ժամանակը այդ ուսուցիչների գալու, այդ նոր ուսուցիչի գալու, նոր ուսմունք հատվել, որը այդ արդիական փիլիսոփայությունն է, որից քաղաքական դաշտում գաղափար չունեն, եւ այդ ուսուցիչը եկել է ուսմունք հատվել, որով մենք պետք է ղեկավարվենք այս վիճակից դուրս գալու։ Այդ ուսուցիչները հայտնում են այն ժամանակ, երբ որ այսօրվա նման մարդկությանը քաոսային վիճակում ելք չի տեսնում, այդ ելք չտեսնելը էս է, էլի որ չգիտեն, այդ թշնամիներից Նժդեը մի լավ խոսք ունի ասած, ասում է մեր թշնամու բարեկամը մեր թշնամին է։ Պետք է անգնենք մանրամասնությունների մեջ։ Պուտինը մի քանի անգամ հայտարարել է, Թուրքիան ու Ադրբեջանը իր բարեկամներն են։ Այդ հերիքա որպես այդ բանաձևից, որ մեր թշնամու բարեկամը մեր թշնամին է։ Այն Միսկի խումբը քննարկում էր Արցախի հարցը 92 թվականից սկսած։ Այն Միսկի խմբի ամերիկյան, ֆրանսիական ներկայացուցիչներին պիտի հարց դրվեր։ Այդ Ռուսաստանը ինչ գործ ունի այդ բանի հետ։ Արցախի հարցի ցակումը եղել է Ռուսաստանի թշնամական, դավաճանական բանը, այն 21 թվականի հուլիսի 5-ի որոշմամբ, որ տվել են Ադրբեջանին։ Բա հիմա դա մտել է տեղ ինչ անի։ Ինչ պիտի անի։ Անընդհատ այդ 3 համանախագահները Ադրբեջանի շահերն էին պաշտպանում, մեր ղեկավարներն ինչ գործ ունեին դրանց հետ։ Հիմա այդ մեր ժողովրդի միասնությունն է պետք։ Եվ նաև այդ գիտակցությունը, որ նոր բան է տրված, այդ նոր փիլիսոփայություն կա, նոր գիտություն կա։ Մենք նոր աշխարհի շեմին ենք, որ աշխարհում ընթանում է գաղափարական պատերազմ։ Աշխարհում ընթանում է ով ամեն մեկը այդ գաղափարական պատերազմին աշխարհի նայում է ինչ-որ խողովակով, ոմանք էլ շլանգով են նայում, դիմացը սև է երևում։ Հիմա ամեն մեկը խողովակով անայում եք, ասում է ինֆորմացիոն պատերազմ, մյուսն ասում է, չգիտեմ, հոգեբանական պատերազմ, մի երրորդը հիբրիդային պատերազմ, այսօրվա դրությամբ ամերիկյան ինչ-որ մասնագետ ասում է ինտելեկտուալ մտային պատերազմ։ Այդ ընդհանուր բոլորը մտնում է այդ գաղափարական պատերազմի մեջ։ Հիմա այդ գաղափարական պատերազմի մասնակցում ենք մենք, ուզենք չուզենք, բայց խայտարակ ձևով պարտվում ենք, թե արտաքին քաղաքականության մեջ, թե ներքին։ Եվ այդ վիճակից ելքը միայն այդ ինչ-որ գաղափարախոսություն, որ պիտի ունենա հիմնավորված փիլիսոփայորեն եւ գիտականորեն, դրա շուրջ համախմբվի ամբողջ ժողովուրդը, այս տեսնում եք այդ խաղաղության դրոշը։ Այս խաղաղության կուլտուրայի դրոշն է։ Եվ այդ դրոշի տակ պիտի հավաքվի ամբողջ մարդկությունը։ Եթե Ադրբեջանը կներեք որ ընդհանում, այն ինչ մարդկության մաս եք խոսում, հայ ժողովուրդը տարական, մարդկային բարոյական արժեքներ չի դավանում։ Սրա մասին էլ պետք է խոսանք։ Մնացածը փիլիսոփայություն։ Բայց ինչի՞ մասին են խոսում։ Շարի դրա մասին է խոսում։ Այդ տարական բարոյականություն։ Բայց ինչ է ասում ամբողջ աշխարհի մարդկությունը բանը։ Ժողովուրդը չի հավատում դաժե այսօրվա անցյալ հաղորդման ժամանակ Հայկի հետ ասում էր այն Դիոգենեսն է, բայց բանը ասում է Սոկրատը լամպը վերցած մարդը։ Այսօր այդ խնդիրն է դրված մեր ազգի։ Բայց ինչ է գնաց ասում եք սա աշխարհի մարդկությունը պետք է այդ արժեքների շուրջ էի, քեզի պետք է։ Մենք մեր հայ քաղաքացի Պարոն, շատ կարևոր բանն էլ ասեմ, շատ կարևոր է, էլի։ Այդ Նժդեը որ
ներկայացնում եմ իդեալ եւ իդեալապաշտություն։ Այդ իդեալ եւ իդեալապաշտությունն է, որ թե անհատին, թե ժողովրդին մաքրում է, դրան ձգտելով մաքրում է։ Մարդը էս փնտրում։ Նժդեի ասած այդ խոսքը, որ ասում է իդեալ եւ աննվաղ ձգտում դեպի այդ իդեալը։ Ահա ինչն է մեզ իրավունք տալիս մարդ կոչվելու։ Մի հատ կներեք Սկսենք այդ բաները իրականացնել։ Պարոն Ուրբաբյան, պարոն Հուշյան, ձեզ եմ դիմում ու խնդրում եմ լեսարանի առաջ, որ ընդհանրապես ես դուբոյի հետ պատրաստ եմ գամ եւ քննարկեմ եւ բանավիճեմ, բայց խնդրում եմ մարդկանց հրավիրեք, որոնք այնքան մեծամիտ չեն, գիտեն դիմացինը ով է իր կենսագրու։ Ես որ մեկ է տետում եմ բանավեճի, տեսեք կասիչը հրայրին առաջի օրվանից հիշում եմ Սարուխանյանի կողքեր նստած։ Եթե ես մեկին թույլ տամ քննադատեմ, ես դրա զասլուգաներ գիտեմ, նրա թերությունները գիտեմ, մյուսն է։ Բայց հիմա KGB-ն նենց է սարքել։ Մարդիկ գալիս են ոչ միայն իմ հետ վիճելու, вообще իրանք իրանց մեծամիտ ինքնահավան, մեկը եկե ոտին գցե իրանից դավոլի նստելա։ Այն մեկը կա Գուրգեն Սիմոնեն ասում է, ես ասում եմ կոչով դիմեցի հայ ժողովրդին, ասի ձեր միջից այլընտրանք ստեղծեք, հայ ժողովուրդը փոխադարձ կոչով դիմեց ինձ, ասես ինքդ էլ ստեղծի։ Դու մեկը լի ասի արա այդ հայ ժողովրդի հերոսի համարը մի հատ ասա, էլի ուզեմ զանգեմ հարց կա ճշտելու, կամ 1,470,000 ընտրողը մասնակցում է քեզ 30,000-ն անդրեմ, այդ դու հայ ժողովուրդն ես համարում 30,000-ը, այսինքն ու հետո խոսում են, մինչև ինձ ասում է մարդ չկա։ Հիմա հրայրը եկել է Շանթ Հարությունյանի հետ խոսում է, ասում է պետքա դժդեհականություն է քարոզել, փիլիսոփայություն է, ոնց որ դա Հայրիկյանի հետ նստի խոսացի պետք է անկախություն է քարոզել ու կարևորել ճիշտը։ Այս ձև մեկ է դա, ու դա նաև վիրավորական է, քանի որ մենք մեծամիտ չենք իրանց պես, համեստ ենք ավելի, ոչ թե որ մենք մեր արժանիքը չգիտենք, այլ մենք գիտակցում ենք, որ ոչ մի առայժմ մեծ հաջողություններ չեն կարացի արձանագրենք, որտեղ թշնամին հզոր է KGB-ն։ Ես ինչից ինձնից դավոլ լինեմ, բայց որ ես ինքս գիտեմ, հիմա հրայրից էլի ասում է, պետք է նժդե հետ քարոզենք, պետք է այս քարոզենք, այն քարոզենք, մեկն էլ լսի ասյալ է, Շանթեսկի ուրեմն նժդե մինչև հիմա չգիտեր, էլի, որ հրայրի ասում է, նժդեի կոնկրետ մտքերը մարդահայտում են քաղաքական դաշտում շրջանցում։ 88 թվին կհիշես Գառնիկ Անանյան կար բանասիրականի դեկան, թե չես հիշի։ Շատ լավ գիտեմ։ Մի հատ էլ կար Արծրունը, Ավակյան Արծրուն դասախոս էր, մի քանի կային, էլի։ Ուրեմն մի օր իրանց գնացել եմ տեղ վիճում եմ, ինձ կային ասում են ֆաշիստ ես, նժդեի անունը քեզ տալի, դու ֆաշիստ ես, բան, ասում եմ Նիչեն, նժդեը ասում է դրանք ֆաշիստներ են, հələ գոնեն Արծրունը մի քիչ ինձ պաշտպանեց։ Այս Գառնիկ Անանյանը ինձ ասեց քնությունից դաժե հելա, այլ մտածեցի անիմաստ է, թազա էթա մտե դրանց դիմեմ, դե ինձ համարում են ֆաշիստ։ Հիմա սա ինչի համար եմ ասում, այդ որ մենք պայքարում ենք դրանց դեմ մեզ համարում էին ֆաշիստ, ցեղագրոն թերթ եմ տպում անօրինական, ասեն հրայրին այնվա չի տենում, մի անգամ հելեր նժդեի մասին մի հատ դրական խոսք ասել, անցել է 30 Ես որ չեղացում տարի, Սումգայիթի դեմը ինձ ասում է պետք է նժդե քարոզես։ Ու ես չխոսամ, դառնա որ հա էլի ես չեմ քարոզել։ Հասկանում եմ որտով գտնեք եք ժամանակը սպառվել է։ Յո Բաբկեն Հարությունյանը կար, ինձ խորտ տվեց, ասի ճանտ, եթե մի թեմայի ձեռք ես մեկնում պատմության, պետք է քեզից առաջ տենաս ով այդ գործով զբաղվում է։ Նախ դա ճիշտ է գնահատականը քեզից առաջ արածներին, հավեն իմանաս։ Բայց ես եթե մեկ այդ խոսամ, իր այդ բանավիճեմ չիմանամ էտի ով է։ Պարզը չէ, փարկացու դու գիտես այսօրվա քո զրուցակիցով։ Հա, բայց դիմացինը ոնց որ չի, դրա համար ձեզ խնդրում եմ, եթե մարդիկ են գալի, եթե ասեն հա Շանթի հետ գալու են բանավիճեն, մի հատ ձեզ Որովհետեւ դու տվեք ասեք արա Շանթին ճանաչում եք որ գնալ եք խոսալ։ Դե ինձ վիրավորում են ասում են էսի չես անում։ Որ չի հասկացված շրջանցում են, ես դրա մասին եմ խոսում։ Ինձ ես ասում, ես պետք է նժդե քարոզել։ Դու ինձ ես ասում, հրայ։ Նժդեին ճիշտ մատուցել, ես հետ եմ ասում, ոչ թե ճիշտ էլ մատուցել ենք, ոչ մի բառ չենք փոխել, ինչ որ կա, իրա մենք տպել ենք, իրա ցեղագրում ուսումննել, իրա ապարոներ։ Հովիկ Վասիլյանի անունն էլ տվել, գիրքն հրատարակել նժդեի գաղափարների կեղծելով, դու գաղափար ունես։ Չեն թա կարող, ես չգիտեմ որ Հովիկ Վասիլյանը կեղծել է, բայց գիտեմ որ լիքը ճիշտ նժդեի գաղափարները մատուցել է։ Լավ, պարոնեք։ Գիրքը ծանոթ ես որ նժդե անունով գրել է, նժդեի ստեղծագործությունների ժողովածու։ 87 թվից նժդեի գաղափարախոսությամբ կարդացել եմ սկզբից իրանք են իսկ տետերը տվել, տետերից նժդեի հատվածները, մինչև հետո մենք այն հաստ ձեր ասած հատընտիրը ճարեցինք ու դեից սկսեցինք արտագրել ու քարոզել։ Լավ, պարոնեք, քանի որ մենք այսօր պետք է արդեն եզրափակենք, ես շատ շնորհակալ եմ շատ, որ եկար, ես հասկանում եմ քո վրդովմունքը, հասկանում եմ նաև ձեզ, պարոն Ուրբաբյան, որովհետև միշտ գաղափարների չհամընկնելը, ինչ որտեղ նաև բախումները միայն ճշմարտության համար է արվում։
մենք առաջիկայում շարունակելու ենք այս ուղղությունը։ Բայց կդրեք ասեմ, որ այսօր ով կգա ձեզ այդ բանավեճի, ես մի հարց կտամ։ Դուք ճանաչում եք շատ։ Դու մենակ օրենքեսեք ունեմ գրքեր ունեմ գրած, դու մենակ կարդամ, բայց էսի ասեմ ոչ թե արդեն իմ հետ հայ ժողովրդի գլխավոր բաներից մեկը այդ արժեքների դեգրադացիայի դրսևորներից մեկն է եղել, որ ով եկել է Իրանից առաջ անտեսել է, իբր Իրանից առաջ ինքը թազա հեծանի հորինող է։ Դա ասենք դա ԱՄԿ-ն էր մենակ, որ ասում էր դաշնակցության շարունակությունն է, հետո տեսանք որ դաշնակներն էլ հրաժարվել են անկախությունից։ ՀՇ-ն եկավ ոչ ԱՄԿ-ին գնահատեց, ոչ դաշնակցությանը, ասեց ես եմ առաջինը։ Հիմա իրանց հետո Քոչարյանը բանը եկան, ասին մենք ենք Այսինքն ով ու այսօր էլ ով մտնում է քաղաքական դաշտ, ասում է մինչև ինձ ոչ մի բան չկա։ Ոնց որ ասի, Գուրգեն Սիմոնյանը կամ այդ բանը Հայկը Մարտիրոսյան կամ բան, ասում է ես էի առաջինը, ես էի։ Այ հայ ժողովրդի ողբերգությունից մեկը է դա։ Եթե դու էլ ստիպված ես ելեմ ասես ախպեր, մի հատ էլ նայ քեզնից առաջ քուդեմ ով է նստած։ Մի հատ բան ենք ասում, Հայրիկյանը ասեց անկախությունը, ես ասի հանրակրվը ասում են էգոիստ մեծամիտի մեկն է ինքնահավան։ Դրանք սաղ ինքնահավան են։ Ու այնքան ինքն նաև այդ ձեր ասած ճշմարտությունը տրորող են, ստախոս են, այսինքն իրանցից առաջ մարդիկ բան են արել, իրանք ասում են մենք ենք առաջինը, եթե մեկ ասում ախպեր սուտ մի խոս ասում են հələ դրա մեծամիտ է, իրան գովում է։ Հիմա այս վիճակն է, որը իմ մասով չի էլի մենակ պարոն Հուշյան, հայ ժողովրդի դժբախտությունների նաև գլխավոր պատճառներից մեկը այն է, որ ես գալի նստում են, ասում են էսի արեք, էսի արեք։ Թող մի կողմ, դա այդ մեր երկրի ճակերտների Նապոլեոնների թերությունն է։ Ես բազմաթիվ այդպիսի ժողովների որ մասնակցել եմ, ամեն մեկը կարծում է ինքն է այդ ճիշտը իմացողը, ասում է, այս իմ կարծիքով սա է ճիշտ, ես էլ բազմաթիվ անգամներ նման ժողովներում ասել եմ, գիտեք ինչ, իմ կարծիքով էլ այս նստած բոլորից մի 10 գլուխ բարձր են Նժդեհն էլ Թումանյանն էլ։ Եկեք տեսնենք այս քննարկվող հարցերի վերաբերյալ նրանք ինչ են ասել։ Ավելացնելու բան կունենաք, նոր կավելացնեք, թե չամեն մեկը իրան Նապոլեոնի տեղ դրած ասում է, ես կարծում եմ այսպես, ես կարծում եմ այնպես։ Եղա, պարոն եկելի 1000 անգամ ներողություն մի բան էլ արդից օգտվեմ ասեմ, որ ասում են Շանթի ինչ արել, ասենք այնքան տգետ են, ասենք ես պետք է պեմզաբլոկի ցեխ ունենայի, փող աշխատեի, համել մի երկու հոգու նվեր ծանոթ բարեկամիս ասեի տունը Դաչեն սարքում է սար պեմզաբլոկը կամ ասենք լիմոնադի պիվի զավոդ բացածել էի, համ փող աշխատեի, համ է սրա նրան մի երկու հոգու հիվանդության փողով բարեգործություն անեի, որ ես քաղաքական գործիչ եմ, ինչ մտի, ոչ եմ, ասենք Վիկտոր Համբարձումյանի ոնց որ էտան ասել, դա ինչ արի ազգի համար, որ մենակ երկրում աստղերա գտե էլի։ Այդպես բան, քաղաքական գործիչը ինչ մտի անի, չկա մի բան, որ ես առաջ չեմ, թե ասի այդ պայքարը, թե միտինգա, ցույցա, հացադուլա, չգիտեմ զենքը ձեռից գնացե սահման, զինաթափել եմ, ջոկատեմ ստե առաջի, այս որ Հայաստանում կամավորական շարժումը սկսվում էր, առաջիններից մեկը ես էի, ինքս էլ իմ անձնական օրինակով ու հələ հարց է, քանի կուսակցության ղեկավարներ են եղել, որ անձամբ գնացել են ամիսներով սահմանին դիրքել կայնել կամ չգիտեմ ինչ, սա ուզեմ ասեմ էլի արդից օգտվելով եմ ասում, դե ասում են Շանթը ինչ արել բացի խոսալու։ Հասկանալի է, ես պարոն եք, ուզում եմ շնորհակալություն այտել, մենք մեր բանավեճը, մեր զրույցը համար ենք անավարտ, բայց առաջիկայում շարունակելու միտումով։ Այսօր այդքանով եկեք եզրափակենք, որովհետև իսկապես ժամանակը վաղուց սպառվել է, ես ուզում եմ թե Շանթ Հարությունյանին, թե մեր շատ հարգարժան պարոն Ռուբավյանին ասել շնորհակալություն, որ դուք շատ պայքարում եք հնում ձեր գաղափարների։ Մի հարցում ես հասկացա, դուք եկաք ընդհանուր եզրակացության, որ պետք չէ, որ ամեն նոր եկողն ասի, ես եմ, ինձանից նոր սկսում է ամեն ինչ, զրոյից, զրոյականից։ Մենք առաջիկայում կշարունակենք թեման, իսկ այսօրվա համար շնորհակալություն, ցտեսություն։